Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները դեմ չեն, որ Տարոն Մարգարյանը կարդա իրենց նախընտրական ծրագրերը, բայց դա գործող քաղաքապետ իշխող հանրապետականի թեկնածուին, համոզված են Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, էլ չի օգնի։ Նախորդին Տարոն Մարգարյանը լրագրողներից էր խնդրել իր մրցակիցների նախընտրական ծրագրերը։ Ես ուզում եմ կարդամ իրենց ծրագիրը։ Ու չեք գտնում։ Այո։ Փորձել եք իրենցից ուզել։ Չէ, չեմ փորձել։ Ես ուզում եմ ոնց որ իրանք են 100 արշավ իրականացնում, ինչ որտեղ է ծրագիրը տեսնել, կարդալ։ Ինչ շատ հետաքրքիր։ Ման եք եկել, փնտրել եք։ Այո, փնտրել եմ, չեմ ներողություն, որ չեք գտել։ Մեր քաղաքացիներից եմ ուզել եւ մեր լրատվամիջոցներից բոլոր։ Ոնց որ հիմա ձեզանից եմ ուզում։ Ես ընդհանրապես չեմ հորդորի իրեն կարդալ, որովհետև այդ նախընտրական ծրագիրը մեր իրագործման մասին է, մենք վստահության քվեկ կստանանք եւ կիրագործենք այդ ծրագիրը։ Ի տարբերություն իրեն, որ իր նախորդ նախընտրական ծրագրի 70% ընդհանրապես չի իրագործել։ Թող կարդա, բայց արդեն իր համար ուշ է, որովհետև ինքը արդեն մի քանի անգամ մերժել է այդ ծրագրերը եւ արդեն իր գնացքը հեռացել է եւ նա ուշացել է այդ գնացքից։ Իսկ մենք սիրում ենք Երևանը եւ մեր այդ սերը դուրս է խաղի կանոններից, հետեւաբար իրեն հրաժեշտ ենք տալիս Տարոն Մարգարյանին։ Այնուամենայնիվ իր բուկլետից մի դրվագ Փոստանջյանը Տարոն Մարգարյանին հորդորեց ընթերցել Ջորջ Օրուելի 1984 վեպից մեջբերումը։ Ազատությունը երկուսին գումարած 2 հավասար է 4-ի ասելու հնարավորությունն է, եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից։ Որը վերաբերվում է բռնապետական համակարգին եւ նաեւ քաղաքական իմաստով մեծ նշանակալի գործերից մեկն է համաշխարհային, հետեւաբար որպես ծրագրային դրույթ նաեւ հորդորում եմ իրեն կարդալ այս 1984-ը, եթե մինչև հիմա նա չի կարդացել։ Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդի այսօրվա քարոզարշավը սարի թաղում էր։ Հուլիսյան իրադարձություններին Փոստանջյանը լրագրողների հետ պատասպարվել էր տեղացիներից մեկի տանը։ Այդ մութ գիշերին, որ մենք փախչում էինք ոստիկաններից եւ այդ հրոսակախմբից, տանտիրոջը հաստատ հենց տեսնեմ կհիշեմ, որովհետև եթե նա չլիներ, մենք չենք, միգուցե մենք էլ, չգիտեմ, ինչպիսի մարմնական վնասվածքներ կստանայինք, որովհետև արդեն Երանոսյանի կողմից այդպիսի հրաման էր եւ հրահանգ էր տրված։ Զարուհի Փոստանջյանին սարի թաղցիները ճանաչում են, իշխանություններին սուր է քննադատում, իրենց սրտով է, անգամ Սերժ Սարգսյանին էր կազինոյում փողեր տանուլ տալու մասին հարցրել։ Միակ տղամարդը խորհրդարանում։ Ինչո՞։ Ինչո՞, որ ասեց 3 միլիոնը կրվարով է տեղը տալու։ Դե թող մի տղամարդ այդ բառն ասեր։ Բա ո՞նց չեն ճանաչում, նոր մի ժամ առաջից կանգնած պաշտպեցում էի։ Կոնդը թող սարքեն մեր բնակիչներին ապահովեն։ Օրական բազում ենք հրապարակ կանգնում ենք վարչապետ ենք ուզում, ոչ էլ իշխնում են, ոչ էլ պատասխան են տալի։ Սենց բան չի լինել, Երևանում ապրես, Երևանում մեծանաս, այսօրվա նորը մնաս առանց բնակարանի։ Էն էլ մեր սեփականությունը քանդեն ու չտան։ Այստեղ սարթաղի վարձի փողն էլ չեն տալիս։ Չէ, ես վարձ չեմ ստանում, ես իմ թոշակով 35,000 թոշակ եմ ստանում, որից 25,000-ը տալիս եմ, նստում եմ վարձով։ Բարև ձեզ, այդ հերթերի համար նաև իրենցից ավելնորդ հավելյալ նաև կաշառքներ չպահանջեն։ Շատ լավ, ընտրողի հետ։ Լսում եմ ձեզ հայր։ Լավ է։ Լավ, դուք ոնց եք։ Մենք արդեն ես անձամբ ես արդեն էլի տեխնացու եմ։ Թող մախյոլի։ Չէ, հետպես մի ասեք։ Առողջ եղեք։ Առողջ եղեք։ Լավ է։ 1000 տարեկան մի հատ ոչ մեկին ձայն չեմ տվել, մենակ իր համար պետք է թեկուզ կաստիլներով գնալու եմ ձայն։ Զարուհի Փոստանջյանը չի ընդունում կոչերը Նիկոլ Փաշինյանի հետ միավորվել քաղաքապետարանում մեծամասնությունը վերցնելու համար։ Չեն համընկնում ոչ գաղափարախոսությունը, ոչ սկզբունքը, ոչ ծրագիրը, եւ մենք Երկիր Ծիրանին եւ ես գնում ենք վերցնենք քաղաքապետարանը, գրավում ենք քաղաքապետարանը, մեծամասնություն ենք կազմելու եւ իհարկե տապալելու ենք հանրապետականին։ Իսկ ովքեր որ ցանկանում են մեզ միանալ, մենք մեծ սիրով նրանց կընդունենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այս պահին արդեն իսկ падգամավոր է եւ նա դրեղը խորհրդարանում է, նա պահանջված է խորհրդարանում։ Ես դառնալու եմ քաղաքապետ։ Սիրելի հայրենակիցներ, խոսում է Պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը մինչդեռ ինքն էլ է համոզված, որ քաղաքապետ է դառնալու։ Այսօր Էրեբունիում արշավի դուրս եկած ելք դաշինքը մեծամասնության հայտ է ներկայացնում։
Դե դուք անդադ լուսաբանում եք, դուք հետևություններ կանեք եւ ամսի 15-ին կտեսնեք։ Ելք դաշինքը այս ընտրություններում 50+1% ստանալու դեպքում առանց ավագանու որոշմամբ օրենքի ուժով ես կհամարվեմ ընտրված քաղաքապետ։ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Տարոն Մարգարյանին, թե իրատեսական չէ ելքի խոստումը, որ Աջափնյակում մետրոյի կայարան կբացեն։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2008 թվականին դեռևս արած, որ նա ասել է, որ Աջափնյակում ոչ թե 1, այլ 2 կայարանի ստեղծումը իրատեսական է։ Հիմա Տարոն Մարգարյանը թող պատասխանի այդ հարցին։ Ինչի իր քաղաքապետության տարիների ընթացքում չի իրագործել իր կուսակցության ղեկավարի կողմից իրատեսական համարված ծրագիր։ Էրեբունցիները Փաշինյանին ցույց էին տալիս բակերում կուտակված աղբը։ Բոլորին դիմել եք ով է տեր այստեղ։ Հետո ասում եք Երևանը այսքան տարեգան է։ Բա ուր է արդեն, ես գիտեմ։ Փաշինյան, չեմ բախ։ Նիկոլ Փաշինյանին եք։ Այո, ազգանունն ես ասեմ, Մարուքյան։